Եվ տաղավարում հյուրընկալել ենք Արարատ Կոստանյանին, նա միջազգայնագետ արևելագետ է, պարոն Կոստանյան, շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելու համար, ու երբ Արթուր Սահակյանը խոսում էր այն մասին, որ Նիկոլ Փաշինյանին է պետք Նոբելյան մրցանակ տալ, դուք արդեն տաղավարում էիք եւ այդ ֆրազը լսելով ժպիտով արձագանքեցիք, ու հետեւաբար հարցնելու եմ, Փաշինյանը փորձում է համոզել Հայաստանում ընտրողներին հատկապես, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղություն է հաստատվել։ Դուք հավատում եք դրան եւ արդյոք խաղաղություն է հաստատվել։ Իհարկե անդրադառնամ մի քիչ ես էլ հումորով, որովհետեւ ես էլ նույն բանն էի մտածում այսօր, որ Նիկոլ Փաշինյանին պետք է դրվի այդ մրցանակը, որովհետեւ այս լիբերալ, այո, արդեն ինքը կարծեք թե անցել է այդ լիբերալ նույնիսկ գլոբալիզմին եւ արդեն գլոբալ վիլեջի այսպես քաղաքապարախոսությանն է հավատում եւ տարածում, որտեղ կարծում եմ արդեն սահմանների կարևորությունը հաշվի չի առնվում եւ այնպես որ երևի այդ պատկերացումը գա որ կարող ենք ինչ-որ տարածքում ապրել առանց սահմանների եւ երևի թե այդ ուրեմն տեսլականն է ցանկանում ինքը հասարակությանը ուրեմն փոխանցել իհարկե երկրում ես աշխարհում չգիտեմ մի երկիր կամ մի ժողովուրդ որը չցանկանա խաղաղություն սա հստակ է արդեն սա դարձավ մեզ մոտ կլիշե ամեն անգամ մենք պիտի պարտավորվենք ուրեմն հաղորդումների ժամանակ սա կրկնել որովհետեւ կա այնպիսի մի մտայնություն որտեղ ասվում է եթե դուք այս ուրեմն խաղաղության քարտեսին կամ ճանապարհին կամ խաչմերուկին համաձայն չեմ ուրեմն դուք ցանկանում եք պատերազմ ամենևին այդպես չէ բայց կա ուրեմն պետության երբ հարցը անվտանգության է վերաբերվում կա հստակ լեզու դիվանագիտական լեզու պետական լեզու քաղաքագիտության լեզու նույնպես որտեղ դուք չեք կարող այդ պետություններում այնպիսի հարթակներում այսպես լոկմիան խոսել խաղաղության ցանկության խաղաղության ուրեմն փորձ արվելու, որովհետև կա նաև անվտանգության խնդիր, այսինքն եթե մենք ուրեմն հաշվի առնենք, որ ունենք պետություն եւ պետությունները առաջի հերթին ռեալիզմի ուրեմն թեորիով են ուրեմն շարժվում, այնտեղ յուրաքանչյուր պետություն փոքր թե մեծ առաջի հերթին պիտի մտածի իր անվտանգության մասին, այսինքն եթե դու չունես անվտանգության բավարար եւ կարող է տարբեր դրսեւորումներ լինել, այսինքն ռազմական անվտանգությունը, տնտեսական եւ այս հիմա ներկա աշխարհում որտեղ ուրեմն խոսվում է նաև մեծամասամբ մշակութային նույնպես անվտանգության մասին, որովհետև այս նոր առաջացած աշխարհում պետությունները արդեն Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Ինդոնեզիան եւ այլն արդեն խոսում են մշակութային քաղաքակրթական ուրեմն անվտանգություն ապահովելու ուրեմն մեխանիզմների մասին, այնպես որ նախ դու պետք է ապահովես այդ անվտանգությունը քո երկրի եւ իհարկե նաեւ պիտի խոսես ուրեմն ցանկություն խաղաղություն ունենալու բայց նորից կրկնեմ դա չի նշանակում որ դու երբ այդ ամբողջ մեխանիզմներին չես վերաբերվում լրջորեն եւ հակառակը այսինքն դու այն ներսում այնպիսի մթնոլորտ ես ստեղծում որ նույնիսկ բանակի ուրեմն այսպես գրճատումներ կարելի է եւ այլն ֆինանսավորում կամ եթե չեմ սխալվում նույնիսկ ավելի կարճ ժամկետ է սահմանվել ուրեմն բանակ ծառայելու եւ այլն, այստեղ դու արդեն ստեղծում ես այնպիսի մթնոլորտ, որ դա այդ անվտանգությունը ամենևին ֆակտոր չէ պետության եւ ուղղակիորեն այսպես խաչմերուկ բացելով բոլորի համար, այսինքն մի տրանզիտ տարածք դարձնելով երկիրը կարող ես ուրեմն դու ապահովել անվտանգություն։ Ես չեմ կարծում դա ճիշտ որոշում է, ես չեմ կարծում դա այսպես պետական լեզվ, ինչպես որ նշվեց եւ երբ մեր վարչապետին որոշ չափով այսօրվա դեպքերի եւ նախկինում այսպես լուրջ վերաբերմունք չի լինում, որովհետեւ չի խոսվում այդ ռեալիզմի թեորիի հստակ պետության եւ դիվանագիտական լեզվում օգտագործվող այդ լեքսիկոնը, այնպես որ դա կարող է որոշ ժամանակ կարճ ժամկետում ինչ-որ էֆեկտ ունենալ եւ խոսում ենք միջազգային հումանիտար գիտաժողովներում կամ ուրեմն ՄԱԳ-ի ինչ-որ նվիրված մարդու իրավունքների կամ համամարտկային արժեքների մասին այնտեղ ինչ որ չափով կարելի է այդպիսի ելույթ ունենալ, բայց կարևորագույն այսպես հարթակներում երբ պետությունները արդեն իրար մոտ գալով որոշում են աշխարհի արդեն աբական թե ինչպես պիտի դասավորվի, այնտեղ լոկ խոսել այսպես խաղաղության խաչմերուկի մասին ես կարծում եմ այնքան էլ լուրջ չի, չնշելով նաև
այսին առանց նշելու նաև վտանգները եւ առանց նշելու Հայաստանի դերը որպես գործոն, որպես պետություն այս տարածաշրջանում։ Իհարկե ես այդքան էլ ուղիղ դեմ չեմ այդ Թրամփի ուղու, բայց երբ այնտեղ լինի ոչ թե բալանսավորող, այլ լինի հյուսիս-հարավը, այլ լինի այնպիսի մենք պիտի կարողանանք այնպիսի գործոն ստեղծել, որ այստեղ ոչ թե Թրամփի ուղին սպառնալիք դառնա Իրանի, Ռուսաստանի կամ մյուս այդ մեգաձրագրերին, ինչպիսիք մեկ կոդի մեկ ճանապարհն է, Հնդկաստանի ուրեմն մեգաձրագիրը, այլ մենք ինչպես կկարողանանք սա իմ տված թերն է, ավելի պրոակտիվ hedging strategy-ն ինչպես կարողանանք, որտեղ այս բոլոր ուրեմն ճանապարհների իշահ ուրեմն այսպիսի մի մեխանիզմ ստեղծվի, որը մենք կդառնանք այնտեղ գործոն բալանսավորելով այս մեգա պրոյեկտները եւ այս մեգա պրոյեկտները այսպես չդնելով մեկը մյուսին դեմ, որը կարող է ավելի կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել։ Բայց իհարկե այնտեղ կան կետեր, որ այդ անխափան ուրեմն ճանապարհի դրամատրումը դա դրամաբանությունից դուրս է, դա արդեն չեմ կարծում, որ այսպես ճիշտ մոտեցում է, որ անխափան ճանապարհ տրվի, որը Թուրքիայի երևի ավելի քան 100 տարիներով առաջվա Աթաթուրքի գծած այդ ծրագիրը ուրեմն մենք կարողանանք իրականացնենք եւ հնչեցնենք, որ Թուրանին մենք թեմ չենք, այսինքն թող Թուրանը այստեղով անցնի, Թուրանը, բայց նախ եւ առաջ մենք արդյոք տեղյակ ենք, որ Թուրանը ստեղծվում է առաջին հերթին, որովհետեւ Հայաստանը գոյություն չունենա, այսինքն խնդիրը Թուրանի ստեղծման խնդիրը Հայաստանի ուրեմն լինել չլիներության հետ կապ ունեցող ծրագիր է, այսինքն մենք մասնակից դառնանք Հայաստանի վերացման։ Սա մի քիչ ուրեմն սարկազմով եմ ասում, բայց կարելի է մի քիչ պատմությունից իմանալ, թե Թուրանը ինչ է եւ ինչու է ստեղծվել եւ ինչ գաղափարախոսություն է եւ ով են այդ գաղափարախոսությունները ստեղծել։ Պարոն Կոստյան, երկու հարց, տեսեք, կապված այս խաղաղության հետ համաձայն եք երկրորդ նախագահային կարծիքին, որ սա ավելի շատ զինադադար է, ոչ թե խաղաղություն, մեկ եւ երկրորդը, տեսեք, նույն ասուլիսի ժամանակ բավականին հետաքրքիր առաջարկ նույն Թրամփի ուղի հետ կապված առաջարկվեց, կներեք տավտոլոգիայի համար, որ լայնացնենք, մեծացնենք, ներգրավենք Իրան, չգիտեմ, Նախճեվանը եւ այլն, ինչպես եք նայում այդ առաջարկի եւ ինչքանով է դա իրականացվող ներկա պայմաններում։ Իհարկե առաջի հարցին ես նշեցի հակիրճ իմ ուրեմն խոսքի մեջ, որ սա կարճաժամկետ, այսինքն մենք վտանգը ուրեմն մինիմալ դարձնելու կամ զրոյական դարձնելու հաշվարկով, սա ես չեմ կարծում, որ ռեալ է, որ այս ժամանակահատվածում մենք որպեսի պատերազմի սպառնալիքը վերացնենք, խաղաղության մասին խոսենք կամ այս խաղաղության ինչ որ խոսում է, այսինքն այդպիսի ուրեմն մի ծրագիր բերենք, որ մենք խաղաղասեր ենք, մենք բոլոր մեր ճանապարհները, հնարավորություններ ենք բացում աշխարհին, որպեսի խուսափենք ռեալ պատերազմից, ես չեմ կարծում դա խելամիտ ստրատեգիա է, այսինքն դու չեք կարող երկրի ուրեմն անվտանգության վերաբերող հարցերը ամբողջովին մեկ դի դնել եւ միայն ուրեմն այսպես շեշտը դնել խաղաղության ցանկության վրա, կարճաժամկետ դա չի լինելու, ես կարծում եմ, որովհետեւ մյուս կողմը երկու պատճառով, դա ինչպես որ նշեցի խելամիտ ռազմավարություն չէ, երկրորդը եւ երբ թշնամին ուրեմն չի խոսում ամենևին խաղաղության մասին եւ երբ ուրեմն մենք խոսում ենք այդպիսի խաղաղության մասին եւ ուրեմն այսպես զուգահեռ միևնույն ժամանակ թշնամին խոսում է սպառնալիքներով եւ Զանգեզուրի միջանցքը ուրեմն անվանմամբ եւ միևնույն ժամանակ այնտեղ ուրեմն այդ արևմտյան Ադրբեջան եւ այն խոսույթը շարունակելով տեսահոլովակներ ուրեմն առաջ բերելով, ինչպես որ ես նշեցի, այդ մշակութային ինքը իր զենքը օգտագործելով, ես կարծում եմ դա ամենևին ռեալ չէ եւ այո, եթե մտածում եմ, որ դա կարճաժամկետ ինչ որ լուծում կտա, ես կարծում եմ դա սխալ հաշվարկ է։ Կարճաժամկետ այսպիսի ուրեմն ծրագրով մենք չենք կարող վտանգը ամբողջովին չեզոքացնել։ Այս Թրամփի ուղի հետ կապված։ Թրամփի ուղի հետ կապված ես կարծում եմ ներգրավելու, Իրանին ներգրավելու։ Դա ես կարծում եմ այնքան էլ այս մեր տարածաշրջանի հետ կապված խնդիր չէ, ուղիղ Իրանի եւ Միացյալ Նահանգների, այնտեղ կան տարբեր ուրեմն ֆակտորներ նաեւ, թե ինչպես տեղի կունենա Իրանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները, մասնավորապես Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում, Լիբանանում, Պաղեստինի հարցը եւ ինչպես կարողանա Իրանը իր դիրքերը ուրեմն ուժեղացնել
կամ վերադասավորմամբ ավելի ռեալ դարձնել, որովհետև որոշ հաշվով կա Մերձավոր Արևելքում հիմա այսպես Սիրիայում եւ Լիբանանում ստեղծված իրավիճակում Իրանի ազդեցության նվազում եւ ես կարծում եմ դա ավելի կարեւոր հանգամանք է, որ Իրանը այստեղ ինչպես կարողանա ինքը իրեն դրսեւորել, ես կարծում եմ, որ Իրանը այստեղ նույնպես լուրջ է վերաբերվելու այդ խնդրին եւ Իրանը եթե կարողանա Միացյալ Նահանգների հետ ինչ որ նոր այսպես իր բանակցությունների մեջ կարողանա դրական դեր ստանցնել, այստեղ էլ ամենևին ինքը փորձելու է, որ ինքն էլ այս Թրամփի ճանապարհի ուրեմն նախաձեռնության մեջ իհարկե իր դերը ունենալ, այսինքն մասնակցություն ունենալ, չլինել մեկուսացված այդ սահմանից այզոլացված պետություն, որը Իսրայելը պիտի օգտագործի ապագայում, եթե Իրանը մնա այսպես այզոլացված։ Թուրքական պետությունների կազմակերպության սամիթներ նաև այս շաբաթ տեղի ունենում Գաբալայում ադրբեջանական եւ մինչեւ հարցս ուղղելը այդ ամբողջ սամիթից մեծ շուկով կազմակերպված բառացիորեն մեկ դրվագ մի քանի վայրկյան հիմա ձեզ առաջարկելու եմ միասին դիտենք սա Կիպրոսի օկուպացված հատվածի հյուսիսային մասի թուրք ղեկավարի Էրսին Թաթարի հայտարարությունն է, որը Իլհամ Ալիևին անվանում է Ղարաբաղի Ֆաթիհ։ Azerbaycan Cumhurbaşkanı Karabağ Fatihi Sayın İlham Aliyev'e bir kez daha teşekkürlerimi belirtmek istiyorum. Բառացի թարգմանությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Ղարաբաղի Ֆաթիհին եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում։ Ֆաթիհ նշանակում է նվաճող, այսինքն Ղարաբաղը նվաճողին եւ Սուլթան Մեհմեդին, Օսմանյան Սուլթան Մեհմեդին են Թուրքիայում Ֆաթիհ կոչում Ստամբուլը նվաճելու համար։ Ստամբուլի նվաճումից հասանք Ղարաբաղի նվաճում, այսքան կարեւոր էր Արցախը թուրքերի համար եւ սա միակ եւ առաջին դրվագը չէ, երբ Ալիևին անվանում են Ղարաբաղի Ֆաթիհ, նման դրվագ էլի է եղել, Alpha News-ի նախորդ լրատվական թողարկումներում ներկայացրել ենք նաեւ այդ դրվագը եւ ԱՊՀ-ի սամիթում մենք տեսանք, որ Իլհամ Ալիևը իր խոսքում նորից Հայաստանն անվանեց օկուպանտ, Լաչինի մասին էր խոսում, Լաչին Բերձորի մասին ու նորից Հայաստանն անվանեց 30 տարի ադրբեջանական տարածքները օկուպացնող եւ ոչ մի խոսք Նիկոլ Փաշինյանից եւ ընդ որում ԱՊՀ սամիթին մեծամասամբ մասնակցում էին այն երկրները Կենտրոնական Ասիայի, որոնք նաեւ Գաբալայում թուրքական պետությունների կազմակերպության սամիթին էին մասնակցում։ Եվ հարցս հետեւյալն է. Սա մեզ համար ռիսկ չի նշանակում։ Մենք սա պետք է տեսնենք։ Գիտեք, ուրեմն Ադրբեջանի այս Արցախյան խնդրից սկսյալ մինչ օրս Ադրբեջանը բոլոր այդ իսլամական աշխարհի հարթակներում դա մեծ մասնագետներից, լրագրողներից հստակ է, որ ինքը միշտ փորձել է այս խնդիրը կրոնական գետնի վրա ուրեմն ներկայացնել, որը սա քրիստոնյա եւ իսլամի պայքար է, դժբախտաբար որոշ արևմտյան լուրջ ուրեմն այսպես գիտական գրքեր կամ ավելի էնսայքլոպեդիա հանրագիտարաններ ավելի նույնպես ներկայացրել են, ես կարծում եմ դա չիմանալով հուսամ, որ կրոնական կոնֆլիկտ այսինքն։ Հիմա դա շարունակում է արդեն, երբ Ադրբեջանը այս վերջի պատերազմում ունեցավ հաղթանակ, արդեն նրանք այսպիսի գոչերը արդեն բացեի բաց, որպես Ալիևին ուրեմն հաջողանալու, այսպիսի ազատ հայտարարություններ եւ որակումներ են տալիս։ Էրդողանն էլ այդ իր պոպուլիզմի ժամանակ նա օգտագործել է Էնվերի անունը նշելով եւ այլն եւ այլն։ Ղարաբեքիրի անունը։ Այո, եւ այսպիսով մենք ուրեմն խաղաղության խաչմերուկներ մեր պատասխանը, այսինքն այդ իսկ պատճառով սա լուրջ չի ընկալվում, այս պետությունների հետ ես չէի ցանկանա ճշնամական, այսպես խոսք ուղղել, բայց այս պետությունների հետ այսպես չեն ուրեմն վարվում, որովհետեւ այս պետությունները իրենց այսպես նվաճողական քաղաքականությունը եւ արդեն իրենց քաղաքական փիլիսոփայության եւ մշակույթի մեջ մտած լեքսիկոն է եւ ես նրա համար նշեցի, երբ դու պետությունների հետ նամանավանդ ճշնամական կամ ոչ բարեկամ պետությունների հետ ունենք մենք հիմա գործ, մենք չպետք է խոսենք լիբերալ կամ այսպես wishful thinking-ի լեզվով կամ դոնկիխոտյան այսպես տեսքով մենք պետք է հստակորեն նախ մեր հիմնական գրանց ստրատեգին
լինի իշխանություն, լինի ինտիմություն, հստակորեն դա պետք է նշվի մեր ուրեմն գործոնը ինչ է, այս պետության ստեղծման նպատակը ինչ է եղել, դա հստակորեն շատ ուրեմն մեր հռչակագրում անկախության եւ մեր սահմանադրության մեջ շատ པարզ, շատ հստակ բոլորին հասանելի դա նշված է, այնպես որ սա մի դա են պատրաստվում փոխել։ Այո, սա մի տարածք չէ, որը լոկ մի տարածք, որը մենք կարողանանք ապրել, օրինակ ես չեմ ուզում վիրավորել այլ պետությունների, բայց պետություններ կան այսօր, որոնց լինել չլինելը ոչ մեկ ուրեմն տարբերություն չի լինելու աշխարհում, այդտեղ էլ ժողովուրդները ապրում են, այդտեղ էլ ժողովուրդները ուրեմն նշում են նոր տարի եւ այլն, ուրախանում են, գինու փառատոն են անում եւ այլն, բայց մեր այս պետության ստեղծման ուրեմն իդեալը մեր հայ ժողովրդի տարբեր է եղել եւ այդ իմաստով մենք պետք է հստակորեն պատասխանենք այսպիսի ուրեմն հայտարարություններին։ Եթե մինչև այս Թուրքիան թուրքական պետությունների կազմակերպության ռազմական պոտենցիալի մասին խոսում էր միայն շշուկով, հիմնականում շշուկով, ապա այս շաբաթ առավել հրապարակային եւ բաց հայտարարվեց նաեւ այս կառույցը ռազմականացնելու ցանկությունը եւ նպատակադրումը, սկսած նրանից, որ Ալիևն առաջարկեց համատեղ զորավարժություն անել Ադրբեջանի տարածքում 2026 թվականին, վերջացրած նրանից, որ Էրդողանը նույնպես խոսեց ռազմական պոտենցիալի մասին եւ արդեն այս ձևաչափը կոչում են թուրքական ՆԱՏՕ։ Ում դեմ է գործելու այս թուրքական ՆԱՏՕ-ն, ովքեր են լինելու թիրախում, ով է հակառակ կողմում այս թուրքական ՆԱՏՕ-ի։ Իհարկե այս ուրեմն Զիա Գյոքալպի այդ թուրքական ուրեմն իմպերիայի, եթե կարող ենք կոչել, ինքը այդպես չի կոչել, բայց որ հասկանալի լինի, այդ ուրեմն մեծ Թուրանի ստեղծումը առաջին հերթին իհարկե այս տարածաշրջանում վտանգում է բնականաբար մեզ, նաև իսլամական աշխարհի այդ մրցակցության պայմաններում Թույլ տվեք միայն ավելացնել, որ Զիա Գյոքալփը Օսմանյան կայսրության մայրամուտին պանթյուրքիզմի, այսպես ասենք, գաղափարախոսության հիմնադիրներից, հայրերից մեկն է, եթե չասենք գլխավորը։ Այո, ուրեմն առաջին հերթին մեզ բնականաբար ես խորհուրդ կտայի ուրեմն անասնաֆերմա կարդալու փոխարեն մեկ Զիա Գյոքալպին կարդալ։ Շատ օգտակար կարող է լինել։ Այո, շատ օգտակար կարող է լինել, կամ Օբամայի կնոջ գիրքը կարդալու փոխարեն հարկանքս Էրդողանի գիրքը կարդալու։ Էրդողանի գիրքը մոռացանք, այո, Էրդողանի գիրքը կարդալու փոխարեն։ Սա առաջին հերթին իհարկե այն պետությունների ուրեմն դեմ է լինելու, որոնք ուրեմն այդ Թուրանի ծրագրին խանգարում են կամ դեմ են կանգնել այսքան ուրեմն ժամանակ։ Հայաստան, բնականաբար այնտեղ լինելի է Ռուսաստանը իհարկե եւ այս ուրեմն մեր անմիջական Իրանը իհարկե մտնում է, որովհետեւ այնտեղ կա ուրեմն Իրանի թուրքախոսները, այո, նախքան ուրեմն այդ իսլամական ֆակտորի որպես սուննի շիա ֆակտորի ուրեմն առաջ գալը, այնտեղ իհարկե Իրանը միշտ համարվել է մրցակցային սուննիական եւ շիական աշխարհի պայքարին։ Հիմա ես մի ուրիշ հարց եմ ուզում տալ, այս նույն թեմայի մեջ Էրդողանը փորձում է միավորել այս թուրքական աշխարհը, թուրքական ՆԱՏՕ-ն ստեղծել ու լինել դրա առաջնորդը, բայց այս թուրքական աշխարհում բոլոր թուրքախոս պետությունները համաձայն են սրան, պատրաստ են ընդունել Էրդողանի եւ Թուրքիայի գերիշխանությունը եւ միավորվել Թուրքիայի հանրապետության գերիշխանության տակ, այսպես ասեմ։ Գիտեք, այս գաղափարը նաև 90-ական թվականներին էր, այսինքն Թուրքիայում առաջ քաշվել։ Ես ուզեցի Գյոքալպի անունը նշել որպես գաղափարախոս, որպես իդեոլոգ, բայց 90-ականների թվականներից, այսինքն սկսվել էր այդ ուրեմն ցանկությունը թուրքական պետությունների միավորման գաղափարին, եւ չմոռանանք Ահմեդ Դավութօղլուի հայտնի ուրեմն գործը, որը նույնպես եւ ավելի տարածում էր արդեն ոչ թե միայն թուրքական երկրներ, այլ իսլամական երկրներ, որոնք այսօր աշխարհում ունեն ազդեցություն եւ Թուրքիան հատուկ ցանկություն էր ներկայացնում այդ աշխատությամբ strategic derinlik գրքով ստրատեգիական խորություն, հա։ Խորություն, այո։ Ուրեմն այնտեղ շատ ուրեմն հստակորեն եւ հետաքրքիրորեն երբ ընթերցում եք, տեսնում եք, որ այդ մարդու ցանկությունը ոչ թե միայն թուրքական երկրների իր վրա ազդեցությունն է, այլ ամբողջ իսլամական աշխարհի։ Դա պանիսլամիզմն է։ Այո, պանիսլամիզմի եւ պանթուրքիզմի այսպես նուրբ տարբերությունը։ Նուրբ, այո, նուրբ իրար փոխլրացումը,
Այնպես որ սա նաև նշեմ, որ սա վտանգ է նաև Չինաստանին, որովհետև այնտեղ կա ույղուրների խնդիրի եւ նաև Չինաստանը, ուրեմն Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի հետ համատեղ այսօր այս մի քանի ուրեմն տարիների ընթացքում մեծ ներկայություն ունի մանավանդ տնտեսական եւ այնպես որ ես կարծում եմ սա նույնպես Չինաստանին է մտահոգելու իսկ գալով այդ Կենտրոնական Ասիայի երկրներին ես այդ տարածաշրջանի հատուկ մասնագետը չեմ, բայց կարող եմ հստակորեն ասել, որ այնտեղ կան պետություններ, որոնք իրենք ցկտում են ռեգիոնալ իրենց ուրեմն ներկայություն ունենալու, մասնավորապես Ղազախստանը, Թուրքմենստանը եւ սա այն ուղղություններն են սրանք, որտեղ մենք կարող ենք աշխատել։ Սրա համար էր հարցը։ Այո, ես ուզում եի դա նշել, որ այդ պետությունները ամենևին ցանկություն չունեն Էրդողանի էմիրներ լինել, այսպես ասած, կամ Թուրքիայի ամբողջովին ազդեցության կամ վերահսկողության տակ լինել եւ նաեւ դրական է որ պետություններ կան այնտեղ, որոնք բավական դրական են այս Հայաստանի նկատմամբ եւ մենք լուրջ աշխատանք պետք է իրականացնենք իսլամական աշխարհում այսօր ռեգիոնալ ուժ դարձող միջին ուժ հանդիսացող պետությունների հետ ոչ թե միայն Կենտրոնական Ասիայում մենք նախկին հաղորդման ժամանակ ես նշել էի նաև ասիական երկրներում որտեղ Ինդոնեզիան, Մալայզիան այսօր իսլամական աշխարհում լինելով հանդերձ, բայց բավականին առողջ իսլամիզմի նամանավանդ Ինդոնեզիան, որը ունի ազգային քաղաքապարախոսություն եւ սա կարող է նաև մեզ համար օրինակ լինել, թե ինչպես կարողացան ազգային քաղաքապարախոսությունը նաև այս դեմոկրատիկ համակարգի մեջ իհարկե որոշ հասկացությամբ ոչ ամենևին լիբերալ կապիտալիստ դեմոկրատիայի ուրեմն վերսիայով, բայց ահա դա շատ մեծ օրինակ է, իհարկե շատ տարբեր ենք մենք թե պետության չափերով, թե բնակչությամբ, թե տարածաշրջանով, բայց ամենևին այդ ուրեմն արգումենտը մենք այստեղ կարող ենք չեզոքացնել, որ ազգային քաղաքապարախոսությունը նորաձև չէ, ազգային քաղաքապարախոսությունը վտանգավոր է եւ այլն, այլ ամենևին այդպես չէ, երկրներ կան, որոնք կարողացել են դա իրենց այսպես մոդեռն ներկայացնել, ժամանակակից ներկայացնել եւ իրենց պետական շահը առաջ մղելով դառնալ ռեգիոնալ ուժ։ Անկոստան հետ վերադառնանք Չինաստան, շատերի համար, այդ թվում նաեւ ինձ համար մի փոքր անհասկանալի է ինչ կատարվեց այդ շոսի ժամանակ, տարբեր լուրեր են, որ չգիտեմ, Հնդկաստանը չուզեց Ադրբեջանը մտնի, Պակիստանը չուզեց Հայաստանը մտնի, չնայած Պակիստանը դա նախորդ օրը Հայաստանի հետ հարաբերություններ հաստատեց դիվանագիտական, էլ ասեմ որ Բելարուսն է դեմ եղել, սա ինչ որ խաղ էր, թե սա ինչ որ զուտ պրոտոկոլային չհասցրեցին մտնեն, այստեղ նաև շատ հետաքրքիր է որ վարչապետի կինը գնում է Չինաստանում սովորում է այս ֆոնի վրա, երբ որ Հայաստանն ու Չինաստանը ռազմավարական համագործակցության շեմին են, ինչ է կատարում ի վերջո Հայաստանը որ ուղին է ընտրելու եւ արդյոք այդ չինական առաջարկը եւ թուրքական առաջարկը իրար մերժում են Հայաստանի համար, թե այստեղ հնարավորություն կա ինչ-որ եւ անել Փաշինյանի եւ Էրդողանին ծիրաժայել եւ նաեւ Չինաստանին։ Չինաստանին ուրեմն անդրադառնալիս այս մեկ կոդի մեկ ճանապարհ, բնականաբար այնտեղ կա մի քանի ուրեմն ճանապարհներ, այդ ուրեմն միջին կորիդորը, եթե մենք նկատի ունենանք, որը վերաբերում է մեզ, այսինքն կան այնտեղ ցամաքային, օդային եւ ծովային։ Այս ուրեմն Մերձավոր Արևելքի պատերազմների իլիփի եւ այլն ուրեմն ի հայտ գալուց հետո նրանք որոշ չափով այդ ցամաքայինից կարծեք թե հրաժարվել էին եւ փորձում էին այդ օդային ավելի ծախսադար է, փորձում էին ավելի ծովայինի վրա ուրեմն ուշադրությունը զետեղել, այն իսկ պատճառով նրանք այսպես ուրեմն այս Մերձավոր Արևելքից եւ Եվրասիայից ավելի շատ կենտրոնացել էին Ասիայում, այսինքն Չինաստանի մոտիկ ուրեմն տարածաշրջանում ակտիվացնել այդ մեկ կոդի մեկ ճանապարհ նախաձեռնությունը, բայց այստեղ իհարկե կա ալտերնատիվ, այսինքն այդ ճանապարհը ուրեմն միտված է, սա մենք հաճախ մոռանում ենք, դիտվում է որպես մեկ կոդի մեկ ճանապարհ նախաձեռնությունը զուտ արևմուտքի դեմ, այդպես չէ, որովհետև այդ ճանապարհի հիմքը ինչպես որ հին մետաքսի ճանապարհն է, ուրեմն Ասիայից հասնել Եվրոպա եւ Եվրոպայից պետք եղած տեխնոլոգիաները հասցնել Ասիա։ Սա է նպատակը ամբողջությամբ։ Այն իմաստով Թուրքիան այստեղ
որոշ ժամանակ վերջերս իհարկե այս մի քանի տարիների ընթացքում նույնիսկ այսպեսի ժեստեր սկսել կատարել, որ ինքը ուйղուրների հարցում չի գնա այսպես ուրեմն էքսպանսիոնիստ կամ պահանջատիրական ուйղուրների իրավունքներին եւ հաճախ եթե նայեք այս վերջի տարիներում նրանց լեքսիկոնը այդ ուйղուրական հարցին որոշ չափով նվազել էր եւ նույնիսկ ներսում եղած ուйղուրների այդ հգները որոշ չափով այդքան էլ գոհունակություն չէին հայտնում Թուրքիայի օժանդակությանը եւ նույնիսկ Էրդողանը փորձել էր այսպես արհամարական ուրեմն վերաբերվել այդ հարցին, որովհետեւ փորձում էր Չինաստանին ավելի սիրաշահել այս խնդրում Իհարկե Թուրքիան այստեղ կարևոր ուրեմն պետություն է այդ նախաձեռնության շրջանակներում հասցնելով որպես նույնպես տրանզիտ դեպի Եվրոպա եւ Եվրոպայից, բայց այստեղ նաեւ կա ալտերնատիվ եւ Չինաստանը այսինքն կարողանում է բալանսավորել թե արդյոք տնտեսական առավելությունն է ավելի առաջնային, թե անվտանգության խնդիրը եւ այսպես շատ հստակորեն երկու ուրեմն գործողություն է կատարում Չինաստանը պարալել, թե փորձում է տնտեսական ուրեմն հնարավորությունները հասցնել մինչև Եվրոպա, դիտարկելով Թուրքիան նաև որպես ուրեմն Իրան, Հայաստան եւ Թուրքիա այսպես ստեղծելով Հոնկոնգի օրինակը, որտեղ կարող էր այսպես free zone-եր լինել, միևնույն ժամանակ իհարկե նա չի մոռանում Օսմանյան գայսրությունը, այսինքն այնտեղ դուք եթե նայեք այդ հրապարակված հոդվածներում գրքերում եւ այլն այնտեղ մինչ օրս կա այդ հիշատակումը, դա ես չեմ կարծում ամենևին այդպես հիշատակում է, որ Օսմանյան կայսրությունն էր այսպես որպես սեփ Չինաստանը կտրել, Մետաքսի ճանապարհը կտրել Եվրոպային։ Սա երկակի ստանդարտ չենք կարող նշել, սխալ կլինի, բայց Չինաստանը փորձում է թե իր ուրեմն անվտանգության հարցը այդ խնդրում պահել ռեալ եւ միևնույն ժամանակ փորձում է նաեւ այդ մեկ կոդի մեկ ճանապարհ նախաձեռնությունը հնարավորինս արդեն Ասիայից տեղափոխել մեր տարածաշրջան, այստեղ էլ ուրեմն պաշտոնական դեսպանության ուրեմն անունով նշվել էր վերջերս, որ Չինաստանը ցանկանում է ավելի ակտիվ դերակատարություն ունենալ։ Ես կարծում եմ դա նաեւ Թրամփի ուղու հայտարարությունից հետո է, որը Չինաստանը կակտիվացնի իր այդ միջին կորիդորը այստեղ, այդ Մետաքսի ուրեմն նախաձեռնության շրջանակներում, բայց կարծում եմ կա այստեղ ալտերնատիվ, որը Վրաստանովն է, այսինքն Վրաստան-Հայաստան, հյուսիս-հարավ ճանապարհն է, որը դա այլընտրանք է Թուրքիային։ Ես կարծում եմ Չինաստանը բոլոր իր այսպես հնարավորությունները սեղանին դնելով փորձում է տեսնել այդ ժամանակահատվածում որ ճանապարհն է իր համար ավելի ձեռնտու։ Եվ այստեղ նույնպես մենք եւ Վրաստանը կարծում եմ կկարողանանք շանսեր ունենք, այսինքն ավելի խրախուսելու Չինաստանին այդ հյուսիս-հարավ ճանապարհի միջոցով, նույնպես Հնդկաստանին, որտեղ իր մեգածրագրով, այսինքն ինքը տեսնում է Իրան, Հայաստան, Ռուսաստան, ուրեմն ճանապարհը որպես դեպի Եվրազիա եւ Եվրոպա ալտերնատիվ ի հաշիվ Ադրբեջանին։ Այստեղ ինչպես օրինակ հայ-հնդկական այս վերջերս զարգացող հարաբերությունների շնորհիվ կարծում եմ մենք կարողացանք որոշ չափով ավելի այսպես ընկալելի լինել Հնդկաստանին, քան Ադրբեջանը, այնպես էլ ես կարծում եմ մեկ կոդի մեկ ճանապարհ նախաձեռնության շրջանակներում մենք եւ Վրաստանը պետք է կարողանանք ավելի հրաբուրիչ լինել, քան Թուրքիա-Եվրոպա ճանապարհը։ Իսկ հաշվի առնելով Չինաստանի բազմաշերտությունը դիվանագիտության, տոնեք միշտ միջև հետաքրքրում է, ինչը Աննա Հակոբյանը ընտրեց հենց գնալ Չինաստան, սա ինչ որ մեսեջ է Փաշինյանի ընտանիքների կողմից, սա ինչ որ գարանտիա է, հա, որ այդ հայ-չինական ռազմավարական համագործակցությունը եւ շոսում ներգրավելը կլինի, թե սա ուղղակի, չգիտեմ, ինչ եվրոպական քննադատություն է ուզում գնամ Չինաստան սովորեմ, չնայած ես դրան չեմ հավատում, սա ինչ է մոտավորապես։ Գիտեք, վերջերս այդ ուրեմն համալսարանների այսպես շրջանակներում գրթական Չինաստանը այստեղ նույնպես ակտիվացել է, որտեղ մի քանի ամիս առաջ ճիշտ չեմ հիշում ամսաթիվը եւ այլն, բայց այստեղ ինքը կազմակերպել էր բոլոր այսպես մեծ համալսարանների ուրեմն ծանուցում ֆուար, եթե կարող ենք ասել, որտեղ բոլոր համալսարանները ներկայացել էին իրենց գրթաթոշակներով, իրենց ուրեմն մատուցած այսպես գրթական
ծրագրերով եւ այլն, եւ ես սա կարծում եմ դրական է, ես վերաբերում եմ դրական այս խնդրին, որովհետեւ մենք իսկապես ունենք Ազիայից սովորելու շատ բան, նամանավանդ այս ներկայիս տեխնոլոգիական աշխարհում, ես կարծում եմ այդ շատ է խոսվում IT ոլորտ եւ այլն, կամ նույնիսկ դրոնների կամ ռոբոտների ուրեմն պատրաստման հարցում, ես կարծում եմ, եթե ապակայում Հայաստանում լինի այսպես համալսարաններ կամ research lab-եր, որտեղ մենք համատեղ կկարողանանք զարգացնել մեր տեխնոլոգիան այդ ոլորտում, դա շատ դրական է։ Իհարկե Աննա Հակոբյանի փիլիսոփայության ուրեմն ջուկներ, եթե չեմ սխալվում, դա տեխնոլոգիաների հետ կապ չունի, բայց կարծում եմ դա էլ դրական է, որպեսզի մենք այդ մշակույթը իմանանք նաև եւ կարողանանք մեր հարաբերությունները զարգացնել։ Մենք ամենևին ոչ թե հակառակ մյուս ուրեմն մշակույթների կամ քաղաքակրթությանը, բայց այս վերջին 30 տարում ես կարծում եմ համաձայնենք, որ պատահական բարձրագույն մակարդակն պատահական չի, հա, որ այս մարդը գնում է Չինաստանում սովորելու, սա իրոք մեսեջ է, թե ուղղակի, չգիտեմ, կրթաթոշակար հարմարել գնաց։ Ես չեմ կարող, դա Աննա Հակոբյանին պիտի հարցնեք, ես ուղիղ չեմ կարող ենթադրություն անել, բայց ամենևին ես կարծում եմ դա դրական է, ոչ թե միայն Աննա Հակոբյանին, այլ արևելյան դիվանագիտության մեջ այսպեսի բան լինում է, չէ՞ որ թագավորը իր մի որդուն ուղարկում էր ինչ-որ տվյալ պետություն, հա, ինքը այնտեղ սովորում էր զալոժնիկի կարգավիճակով, թե չգիտեմ ինչ-որ բան անելով, ամեն դեպքում լինում էր ինչ-որ հին ձևերն է, թե ինչ-որ նոր ձևերն է հիմա։ Չեմ կարող ասել, բայց ամենևին ես կարծում եմ դա դրական է, որովհետև մենք այդ մշակույթները պետք է սովորենք։ Իհարկե, եթե կարողանանք փիլիսոփայությունը ընկալել չինական փիլիսոփայությունը կարճ ժամանակում, որովհետև դա երկար process է, այդ փիլիսոփայությունը նախ սովորել եւ հետո ընկալելի դարձնել մեր մշակույթի համար։ Պարոն Կոստանյան, շնորհակալ ենք հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։